Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության 5-րդ օրվա, երբ Արեչը ստեղծեց թռչուններին ու ձկներին։ Այս օրը 5-րդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան եւ ըմպեցին վիմաբուխ աղբյուրից։ Ավագ հինգշաբթի Աստված գալիս է վերնատուն, այնտեղ ուտում է զատկական գառը, լվանում իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում իր մարմինն ու արյանը։ Այսպիսով հաստատելով Սուրբ Հաղորդության խորհուրդը, երեկոյան ելում է Ձիթենյանց լեռ, իր աստվածային գլուխը գետնին խոնարելով աղոթում իր հորը եւ ապա ձերբակալվում։ Ավագ հինգշաբթի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է ոտնլվայի արարողություն։ Քրիստոսի օրինակով հայ եկեղեցում քահանան ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ օծում օրհնված յուղով։ Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում ժողովուրդը կարագ է տանում եկեղեցի, այն քահանան օրհնում է ու բաժանում մարդկանց։ Ավագ հինգշաբթի երեկոյան նաև կատարվում է խավարման կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելիությունն ու թաղումը։